խնդրում եմ ներեցեք ինձ կրկնաբանության համար, բայց էլի մտքովս ոչ թե մտքովս անցավ, այլ էլի հասկացա, որ սա էլ է այդ դեպքը, որովհետև ես վերջին օրերին հատկապես շատ ասում եմ եւ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա թեկուզ մեկ խնդիր, սա արդեն գրեթե վերջնական հիմա կհետևեմ արձագանքներին տեսնեմ գուցե ինչ որ մի բան բացեմ թողել, բայց չկա գետ մի խնդիր, որը լուծումը չի անցնում կրթության միջոցով, սա էլ է այդ դեպքերից, որովհետև ինչպես այս խնդրի հետ առնչվել, ինչպես մենք այս գիտելիքը պետք է խոստովանենք, հարգելի գործընկերներ, պետք է խոստովանենք, որ չունենք այդ գիտելիքը, էս էլ է այն թեման, որի լուծումը անցնում է կրթության միջոցով, եւ էլի ասում եմ, ես փորձում եմ վերհիշել իմ վարչապետի պաշտոնում իմ գործունեությունը դրանից առաջ պատգամավոր, դրանից առաջ եւ չեմ կարող մտաբերել որևէ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով եւ մեր բացարձակապես բոլոր ոլորտների բոլոր հարցերի լուծումը անցնում է կրթության միջոցով։ Եթե մենք գծել ենք գիծ ուղի որևէ հարցի լուծման, որը կրթության միջոցով չի անցնում, ուրեմն դա լուծում չի, դա ընդամենը ձևակերպում է, որը ոչ մի արդյունք չի տալու եւ էս էլ է շատ կարեւոր հանգամանք է, որ մենք կառավարության նիստում հատուկ սրան անդրադառնում ենք, սա նաև կրթությունն է մեզ համար, որ մենք պետքա ի վերջո կառավարությունը առաջնորդն է երկրի եւ հանրության։ Եվ կառավարությունը այո պետք է առաջնորդի այդ թվում այս դեպքում մարդկանց իրազեկելով, մարդկանց ցույց տալով, մարդկանց հորդորելով, խնդրելով ճանապարհը ցույց տալով, որպեսզի մենք էլի չգնանք ամենավերջին կետերին հասնենք, երբ որ մեր օգնություններն ու աջակցությունները ընդամենը մխիթարանքեր դե հա մարդիկ մեկա ոչ մի բան չէր փոխվի, բայց սրտի մխիթարություն անտարբեր չգտնվեցինք, մի բանով օգնեցինք, իմանալով, որ ոչ մի բանով չենք կարողանալու օգնել։ Հիմա այս մեթոդով մենք կարող ենք օգնել եւ յուրաքանչյուրը ինքը իրեն կարող է օգնել եւ իմ կոչն ու խնդրանքն է մեր հարգելի կանանց, որպեսզի նրանք անպայման այս կանխարգելիչ հետազոտությունները անցնեն։